Ընկերներ, ողջունում եմ բոլորիդ, ձեզ հետ Գոռնա Ապետյանն է, Manifest Online դպրոցի էքսպերտ։ Այսօր ցանկանում եմ մի փոքր զրույց ունենանք միջինացումներից եւ միջինացումների հետ կապված ստրատեգիաների վերաբերյալ։ Ինչ է միջինացումը։ Սկսենք այդ ամենից, ընկերներ։ Եկեք պատկերացնենք իրավիճակ, որ մենք ձեռք ենք բերել ինչ-որ ապրանք, ձեռք ենք բերել $100 ա եղել ապրանքի գինը, ձեռք ենք բերել մեկ հատ, այսինքն ձեռք ենք բերել $100-ով։ Եվ պատկերացնենք իրավիճակ, երբ որ գինը անկում է կատարել, այսինքն նույն ապրանքի գինը դարձել է արդեն $50։ $50։ Մենք ինչ ենք արել, մենք ձեռք ենք բերել կրկին նույն ապրանքից, կրկին $100, բայց այս անգամ արդեն մենք ձեռք ենք բերել 2 հատ։ Ստացվում է ինչ, ստացվում է, որ մենք ձեռք բերեցինք տվյալ ապրանքը 3 հատ, ընդհանուր առմամբ $200։ Միջինացված կարգով մենք ձեռք բերեցինք մեկ ապրանքը, ձեռք բերեցինք $670-ով, $670։ Այսինքն, եթե մենք մուտք էինք գործել առաջի գնից $100-ից և միջինացրել էինք նույն արժեքով $50-ում, մեր մուտքի կետը իջնելու է մինչև $67, $67 ավելի մոտ է լինելու $50-ին, քան $100-ին։ Սա է պատճառը, որ միջինացումները հենց այն ժամանակ, երբ որ մենք բացում ենք long գործարք և միջինացումներն անում ենք ներքևից, ճիշտ են։ Եկեք դիտարկենք մեկ այլ իրավիճակ։ Երբ որ մենք նույն ապրանքը ձեռք ենք բերել $100-ով, մեկ հատ $100-ի։ Ապրանքի գինը բարձրացել է։ Այս անգամ ապրանքի գինը հասել է արդեն $200 կամ 150, $200-ի է հասել ապրանքի գինը։ Մենք նույն $100-ով այս անգամ ոչ թե կարող ենք ձեռք բերել մեկ հատ, այլ նույն $100-ով ձեռք ենք բերել 0.5 հատ, կես հատ։ Ստացվում է, մենք նույն $200-ով այս անգամ ձեռք բերեցինք 1.5 հատ, 1.5 հատ։ Այս պարագայում մեր մեկ հատի արժեքը ավելի մոտ է լինելու մեր մուտքի կետին 100-ին, քան 200-ին։ Եթե մենք միջինացնենք այս պարագայում, մենք կտեսնենք ոչ շատ մոտեցող մուտքի կետ։ Այդ իսկ պատճառով միջինացումները հակառակ ուղղության վրա, այսինքն երբ որ մենք բացել ենք short գործարք, գինը բարձրացել է վերև, long արը և մենք միջինացնում ենք, այս պարագայում միջինացումը սխալ է։ Երբ կիրառել միջինացումները։ Միջինացումները ցանկալի է կիրառել ցանկացած ֆունդամենտալ կրիպտոարժույթի վրա։ Ինչպես նայել ֆունդամենտալ կրիպտոարժույթները։ Նայեք ընկերներ, ֆունդամենտալ կրիպտոարժույթները, օրինակ CoinMarketCap կայքից առաջի 30 կրիպտոարժույթները, որոնք ունեն ավելի քան $2-3 միլիարդ և ավել կապիտալիզացիա։ Տվյալ կրիպտոարժույթները շուկայի մեծ տատանողականություններին չեն արձագանքում և տվյալ կրիպտոարժույթները բավականին իներտ են շուկայի իրավիճակներին, պահի մեջ գտնվող իրավիճակներին։ Եթե մենք նայենք մեր Bitcoin կրիպտոարժույթին, ապա մենք ինչ կտեսնենք ընկերներ, ինչի համար է երկրորդ հերթին հարմար, երբ որ մենք long գործարքը բացում ենք և ներքևից միջինացնում։ Այնուամենայնիվ, ինչ-որ պահի Bitcoin կրիպտոարժույթը այսպես թե այնպես սկսում է թարմացնել իր մաքսիմումները։ Այսինքն մենք այստեղ միայն և միայն ունենալու ենք մեկ խնդիր։ Առաջինը ժամանակը, որ հնարավոր է մենք երկար պահենք գործարքը, և երկրորդը ունենանք համապատասխան միջոցներ մինչև այն պահը, երբ որ այս կրիպտոարժույթը կրկին կսկսի գրանցել իր պատմական մաքսիմումները, կսկսի թարմացնել։ Կարելի է սկսել փոքր time frame-երից, այսինքն աշխատել փոքր time frame-երում կախված արդեն ձեր ունեցած դեպոզիտից։ Ես առաջարկում եմ բաժանել մի քանի time frame-ի և միջինացումները կատարել կլոր մակարդակներից։
Եկեք դիտարկենք հենց այս իրավիճակը։ Այս իրավիճակում ընկերներ տեսնում ենք, որ ունենք մի հատ այսպիսի հորիզոնական իրավիճակ, սա ես դիտարկեմ առաջի դիապազոն։ Սա գրենք առաջի դիապազոն։ Դիապազոնը ընկերներ տատանվում է $78,000-ից մինչև $60,000 սահմաններում։ Ես առաջարկում եմ գործարքի մեջ չմտնել այս դիապազոնի կենտրոնից վերև գտնվող տարածքում։ Եթե ինքը դիապազոնի կենտրոնից վերև է գտնվում, գործարքի մեջ մտնել այդքան էլ խորհուրդ չեմ տալիս։ Դիապազոնն էլ կարող եք դիտարկել իր ամենաներքևի արժեքից մինչև իր ամենավերևի արժեքը։ Այս պարագայում, եթե գինը մեզ մոտ $69,000-ից վերև է, միջինացումներով գործարքի մեջ մտնելու խորհուրդ չեմ տալիս։ Գինը հենց հասնում է տվյալ արժեքին, մենք կարող ենք մտնել գործարքի մեջ եւ կարող ենք կատարել արդեն միջինացումներ կլոր արժեքներից։ Առաջարկում եմ այս պարագայում, քանի որ մեզ մոտ բավականին մեծ է դիապազոնը, կատարել միջինացումը 68,000-ից, 66,000-ից, 64,000-ից, 62,000-ից եւ այլն։ Այս զոնաների մեջ կատարել 2,000 միջակայքով։ Ընդհանուր առմամբ միտքն եմ ցանկանում, որպեսզի դուք պատկերացնեք։ Սրանից զատ ընկերներ, պատկերացնենք ինչ որ մի իրականության մեջ մեր մոտ միջինացումներից դուրս է եկել եւ դուրս է եկել զոնայից, որտեղ անել հաջորդ միջինացումները։ Վերցնել եւ դիտարկել ավելի մեծ դիապազոն։ Վերցնում եմ եւ դիտարկում եմ երկրորդ դիապազոնս։ Երկրորդ դիապազոնը դիտարկում եմ արդեն այս տրամաբանության մեջ եմ դիտարկում, այսինքն, եթե հաշվի առնեմ, որ ես ունեցել եմ անկում ապրող իմպուլս, այս իմպուլսը ինչքան որ իջել է, նույն չափով էլ 90-100,000-ից մինչև 60,000, 40,000 իջել է, 40,000-ից էլ հաշվենք դեպի ներքև, մինչև 60,000-ից էլ մինչև 40,000։ Այսպիսի դիապազոն եմ դիտարկում։ Այս անգամ ընկերներ, արդեն ես միջինացումներս կատարում եմ ոչ թե հազարներով, այս անգամ միջինացումներս կատարում եմ 10,000-ներով։ 60,000-ում կմիջինացնեմ, 50,000-ում կմիջինացնեմ, 40,000-ում կմիջինացնեմ։ Միտքը, որպեսզի պարզ լինի ընկերներ, այստեղ մենք կարող ենք անդադար միջինացնել եւ վերջնական արդյունքում մենք լինենք համոզված, որ մենք գործարքը փակելու ենք պլյուսում, որովհետեւ տվյալ կրիպտոարժույթները, ֆունդամենտալները այնուամենայնիվ թարմացնում են իրանց մաքսիմումները, դա առաջինը, եւ երկրորդ հերթին ունենալ համապատասխան բյուջե, որպեսզի կարողանանք մենք այսպիսի մի հատ անկում պահենք այնքան ժամանակ, մինչև որ կրիպտոարժույթը կսկսի կրկին բարձրանալ։ Ընկերներ, ուզում էի ձեզ հասցնել միջինացումների ընդհանուր միտքը, ինչպես եմ աշխատում ես միջինացումների հետ, կարող եք նույն տրամաբանության մեջ աշխատել ինքներդ, ցանկանում եմ բոլորիդ մեծ պրոֆիտներ եւ մեծ եկամուտներ։ Իսկ այսօրվա համար նախատեսել էի այսքանը, կարող եք վիդեոյի մեկնաբանություններում գրել, թե հետագայում ինչպիսի տեսահոլովակներ, վիդեոհոլովակներ կցանկանայիք տեսնել։ Իսկ հիմա ասեմ առայժմ լավ եղեք եւ ամենայն բարիք։